Հաջորդը ներկայացնում է Նոնե Գրիգորյանը, ներկայացում կոչվում է հեծանիվ, պլյուս անտեսված, պլյուս մեր քաղաքում։ Ես Նունեն եմ, մասնագիտությամբ քաղաքագետ, աշխատում եմ որպես լրագրող, իսկ հոգով սրտով բնասեր եմ։ Սա հեծանիվ պլյուսի գործունեության մասին է։ Անցյալ կյանքում ես ապրում էի մի քաղաքում, որտեղ շուրջ բոլորը կանաչ էր, ծաղիկներ, ծառեր, գետեր։ Քաղաքում բոլորը երջանիկ էին, բոլորը սիրում էին իրար։ Սակայն ինչպես բոլոր մարդիկ, այս քաղաքի բնակիչները ևս ունեին թշնամիներ։ Սակայն քաղաքում բոլորը շրջում էին հեծանիվով, այստեղ ամբողջ ճանապարհն իրենց էր, դեռ չէին հայտնվել այն թշնամիները, որոնք ժամանակին հայտնվեցին։ Հեծանիվով նրանք ոմանք տապում էին աշխատանքի, ոմանք պարզապես զբոսնում էին և հեծանիվը նրանց ամենօրյա ընկերներ կարծես դարձել, զվարճալի դեպքեր ևս լինում էին նրանց հետ, օրինակ հաճախ նրանք ընկնում էին հեծանիվից և այլ դեպքեր, սակայն սա չէր ազդում նրանց վրա, քանի որ այստեղ մարդիկ ապրում էին և շնչում էին ի տարբերություն մյուս մոլորակների։ Բայց անցավ ժամանակ և եկավ նրանց թշնամին, դրանք շատ տարբեր էին, մեծ էին, իսկ մենք նրանց դեմ ընդամենը մի փոքրիկ մարդիկ ենք։ Թշնամին կոչվում էր ավտոմեքենա։ Սակայն մենք պայքարելու եղանակներ ունեինք, անցավ ժամանակը և նրանք կարողացան մարդկանց գցել հավերժական քնի մեջ ու կարծես գիշատից գազաններ էին նրանք դարձել ու արդեն ճանապարհը նրանք էին վերցրել, քաղաքը փոխվել էր, չկար այն թթվածնային քաղաքը, այն կարծես վերածվել էր ածխաթթվածնային քաղաքի արդեն։ Նրանք շատ քիչ մնացին, սակայն ընդամենը մեկ շրջան էին կազմում, բայց նրանք միասին էին և միասին կարող են փոխել ու անել ինչ-որ բաներ։ Նրանք քիչ են, սակայն այն քիչն են, որը կարողանում է պայքարել ինչ-որ բաներ փոխել։ Եվ մի օր նրանք որոշեցին, որ պետք է մարդկանց արթնացնեն այդ հավերժական քնից, այդ պատճառով էլ որոշեցին սովորեցնել նրանց հեծանիվ քշել և նորից մոտեցնել իրենց ակունքներին, այդ քաղաքի բնակիչներին և հաճախ կազմակերպվում էին այսպիսի տրեյնինգներ նրանց կողմից։ Նրանք կենդանիներին էլ էին սիրում այս մարդիկ ի տարբերություն մյուսներին և կազմակերպում էին ակցիաներ, որոնք հենց նրանց պահպանմանն էին և այն մարդիկ, ովքեր քնի մեջ էին, կարող էին տեսնել և միանալ նրանց։ Այս քաղաքը փոխվել էր, այստեղ գրեթե չկար օդ շնչելու։ Նրանք կազմակերպեցին ակցիաներ, որոնք ծխելու դեմ էին և այլ միջոցառումների և դրանց դեմ էին։ Նրանց կարող են միանալ մարդիկ, ովքեր ցանկանում էին, սակայն մարդիկ նայում էին նրանց որպես այլ մոլորակայինների, այսինքն նրանք, քանի որ քնի մեջ չէին նկատում այս քաղաքի բնակիչներին, ոմանք ժպտում էին նրանց տեսնելով, իսկ ոմանք էլ պարզապես անտարբեր հայացք էին նետում ու հեռանում, դրանով իրենց վիրավորական վերաբերմունքը հաճախ ցույց տալով նրանց։ Նրանց կազմակերպած բազմաթիվ ակցիաներից է նաև Սևանի շուրջ երկօրյա արշավը, որ կազմակերպեցին Սևանի պահպանման համար, Սևանի ջրի, որտեղ պետք է կառուցվեր վերամշակման, ոսկու վերամշակման գործարան, նրանք այս անգամ էլ միասին էին և պահանջում էին, որպեսզի փրկել Սևանը։ Մարդիկ նրանք նայում էին այդ ջրին կարծես վերջին անգամ այդ լճին քաղաքի, ուզում էին փրկել, սակայն չկային մարդիկ, որոնք կարող էին օգնել ու աջակցել, նրանց թվում էր, թե այս քաղաքի բնակիչները մնացել են ընդամենը մի քանիսը, որովհետև այն լրիվ փոխված էր։ Մի օր իմացան, որ այս քաղաք գալու է հայտնի մարդ, ով նրանց նման սիրում է բնությունը, փորձում է պահպանել բնությունը իր երգերի միջոցով և որոշեցին դիմավորել նրան նմանվելով հենց իրեն։
Եվ մի օր եկավ նա խոսեց, պատմեց նրանց այն ամենը ինչ ուզում էին լսել, սակայն այն մարդիկ, որոնք մեծամասնություն էին եւ որոնք այդ քաղաքի քնած բնակիչներն էին համարվում, չիմացան այս մասին, իմացան միայն այդ փոքրամասնությունը, որովհետեւ այս քաղաքում մեդիաներն էլ գտնվում էին քնածների ձեռքում։ Բայց ուրախ օրեր են եղել, հարսանիք եւս եղել է, երբ մի անգամ փողոցում տեսան հեծանվորդներին այս զույգը, նրանք շտապեցին նկարվել եւ շրջել հեծանիվով, սա եւս նրանց ուրախ եւ հիշարժան օրերից մեկն է։ Եվ ահա նրանց ծնունդը, հեծանիվ պլյուսի ծնունդը, որը նշեցին միասին այս փոքրամասնությունը եւ եւս մեկ անգամ հասկացան, որ նրանք միասին են, նրանք արթուն են եւ նրանք կարող են ինչ-որ բան փոխել, այսօրն էլ նվիրված էր հենց դրան։ Հեծանիվ պլյուսը նախաձեռնեց նաեւ բնապարկեր բնապարկեր սարքվեցին, որոնք իրենց վրա ունեին գաղափարները եւ գործողությունները, որոնք նրանք իրականացնում են եւ հատկանշական է այն, որ այս բոլորը սեփական միջոցներով է եւ չկա որևէ ֆինանսական աջակցություն։ Բայց ես քնած եմ, դուք եւս քնած եք, կարծում եմ, որ մեր մոլորակն էլ մի օր կքնի, եթե չարթնանանք ու չփորձենք պայքարել այս ամեն ինչի դեմ, մենք պետք է արթնանանք ու պահպանենք սրանք։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունենք ձեր օգնության կարիքը եւ մենք միասին կարող ենք փոխել եւ մեր մոլորակը, մեր քաղաքը նորից դարձնել թթվածնային քաղաք։ Ես հուսով եմ, որ կօգնեք ինձ իմ մանցյալ կյանքը դարձնել ներկան եւ իրականություն։ Ես դուրսն եմ հայացքներ ինքնավես մեր երկերն ժողով, կապված իր աշխարհական դիրքի հետ լեռնային դիրքերով։ Թրիչքային այսպիսի մի փուլով է անցել ու հետ հեծանվային դարաշրջան ցած ինչ ենք անցել։ Մեր մոտ եղել են քայլողներ, հետո կարգով, ձիավորներ կարգում ու միանգամից ավտոմեքենա։ Մենք հեծանի շատ չենք օգտագործել։ Ես էլ անձամբ հեծանի շատ եմ սիրում շել, ես բնություններ եմ շատ սիրում, բայց պատկերացնում եք 9-րդ մասում ապրող մի ձեր մարդ հեծանիվով բարձրանալ։ Պատասխանեմ։ Միանշանական խնդիրներ, իսկ սա ես ներկայացրեցի իմ երազած քաղաքներ, դա Հայաստանը կարող է եւ չլիներ, միայն քայլերն են, որոնք վերաբերում էին մեր քաղաքին, իսկ կարծում եմ չի կարող, որովհետեւ մենք պետք է միասին պայքարենք ու անենք այնպես, որ որոշ ժամանակ հետո կարողանային 9-րդ մասիվից իջնել հեծանիվով։ Դե օրինակ եթե միանան կարող են նաև այնպես անել, որ հեծանվային գծեր լինեն։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ դե ինչ որ գտնի կարծում եմ ամեն ինչ կփոխվի, եթե մարդիկ միանան ու պայքարեն։ Էսկալատոր դնեք։ Ես դուք բացակայական մարդու Դեմ Լսա կատա, պատրաստեք, որ ենք ձեր հասանքը, ու ասենք ենք ամբողջ բարեկամությունը սենց հասանքը։ Ձեր երազած աշխարհը։ Հա, պատկերացնում եմ, լուրջ։ Ասենք բարեկամները Հա, պատկերացնում եմ։ Շատ շնորհակալություն։